Այս տարվա սեպտեմբերից սկսած Հայաստանում ռեալ քաղաքական գործընթացներ կսկսվեն եւ 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կկազմակերպվեն նախընտրական դաշինքներ։ Այս մասին այսօր ասորիսում ասաց նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Որոշները կուզեն ընտազանգվածի ավելի մեծ հատվածի վրա ազդեցություն ունենալ։ Ես կարծում եմ մեծ խնդիրներ են ծագելու տարվա վերջին իշխող կոալիցիոն կուսակցությունների մեջ։ Ես չեմ կարծում, իմ տպավորությունն է, որ Բարգավաճ Հայաստանը մինչև վերջ համաձայնվելու է այն սկզբունքներին, որը լինելու է ընտրությունների եւ դրանից հետո եղող գործընթացներում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ հնարավոր է երրորդ նախընտրական դաշինք ստեղծվի, քանի որ կա ժառանգություն, դաշնակցություն եւ ժողովրդավարական կուսակցություն։ ՆԺԿ առաջնորդը նշեց, որ ներկայում ինքը որևէ դաշինքի մեջ մտնելու մասին չի մտածում, քանի որ նախորդ ընտրություններին 4% ձայն է ստացել եւ կարծում է, որ այս անգամ էլ կարող է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Եթե խորհրդարան անցնելու խնդիր է միայն, այդ խնդիրը չունի։ Դա մալ կարող է մասնակցել, որտեղ ունի ֆինանսական, մարդկային մնացած բոլոր ռեսուրսները միայնակ մասնակցելու։ Եթե մենք կգտնենք, որովհետև խորհրդարանական ընտրությունները, այս խորհրդարանական ընտրությունները, իմ տեսակետից ցավոք սրտի սա լինելու է վերջին ընտրությունը, որ ինչ որ պայմանավորվածությունների հիմքի մեջ է լինելու։ Նախագահական ապագա ընտրությունները 2013-ին լինելու են շատ լուրջ։ Նրա խոսքերով, եթե ամեն ինչ այսպես մնա, ՆԺԿ-ն չի միանա ՀԱԿ-ին եւ ընտրություններին կամ կմասնակցի միայնակ կամ որևէ դաշինքով։ Միևնույն ժամանակ Կարապետյանն ասաց, որ այս պահին ակտիվ քաղաքական շփումների մեջ է ժողովրդական կուսակցության հետ եւ այդ շփումներն էլ ավելի կակտիվանան։ Իշխանական դաշտի վերաբերյալ բանախոսն ասաց, որ այնտեղ մեծ խնդիրներ են սպասվում։ Մեծ խնդիրներ են ծագելու իշխող կուսակցության մեջ, քանի որ ընդհանուր ցանկով կամ առանձին ընտրություններին մասնակցելու խնդիր է առաջանալու։ Այնպես որ մեզ սպասում է հետաքրքիր աշում եւ զարգացումներ կլինեն, հայտարարեց քաղաքական գործիչը։ Այժմ Կարապետյանի խոսքով ինքը մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքներին որպես քաղաքացի, քանի որ ՀԱԿ-ի լիդերը որպես նախորդ ընտրություններում առավելագույն քվեն հավաքած ընդդիմադիր առաջնորդ ընդդիմադիր գործողություններ է կատարում։ Ընդդիմադիր ուժերի միջև արկա փոխհրաձգությունները ՆԺԿ առաջնորդը նորմալ է համարում, քանի որ առջևում ընտրություններ են, իսկ ընդդիմության ընտրազանգվածն էլ ըստ նրա նույնն է, ընդհանուր է, որի համար քաղաքական ուժերը պայքարում են տարբեր մեթոդներով։ Իմ տպավորությունն է, որ մի քիչ շուտ է այդ ամենը սկսվել։ Միակ բանը, որ կարելի է ընդդիմադիր դաշտին ներկայացնել որպես քաղաքական սխալ, դա նա էր, որ մի քիչ շուտ սկսվեց այս ամենը։ Եվ իշխանությունը դրան շատ լավ օգտվեց։ Ուղղակիորեն վերցրեց եւ օգտվեց։ Կով ասաց, որ իշխանության դաշտում չի գնում պայքար միանձնյա դուրս գալու խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների։ Այդ դեպքում ինչի հետ է կապված մարտի 1-ի նոր հետ բերելը, Ռոբերտ Քոչարյանի վրա այդ ամեն ինչը փորձել բարթելը, Գագիկ Ծառուկյանին ստիպելը, որպեսզի հուշագիր ստորագրի ընտրություններից 1 տարի առաջ։ Արամ Կարապետյանն ներկայացրեց միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղին եւ Հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող ներկա ծրագիրը, առանց նշելու այդ տեղեկությունների աղբյուրը։ Միջազգային հանրությունը հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը տվյալ ֆորմատի մեջ, այսինքն այն ինչ մինչև այսօր ունեցել են, չի լուծվում, որոշում է կայացնել փորձել մեզ բոլորիս անխտիր երեք հանրապետությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, այդ թվում նաև նկատի ունենվում Աբխազիան, Օսեթիան եւ այլն, ինչ որ ձևով ինտեգրել Եվրամիության մեջ։ Հայտարարեց Արամ Կարապետյանն ավելացնելով, որ այդ ծրագրով նախատեսում է օգտագործել Կիպրոսի խնդրի լուծման տարբերակը չճանաչված պետությունների խնդրի լուծման համար։ Հայրաքաղաքը, որը ասենք անունը եթե դնենք, Միացյալ Կովկասյան Հանրապետություններ, հա, այդպես ուղղակին է։ Սաջինյանը շտատի Կավկազը։ Եթե տենց անուն դնենք, մայրաքաղաքը նախատեսվել է այդ ընդհանուր ծրագրի մեջ, որ լինելու է Թբիլիսի։ Շարունակեց ՆԺԿ առաջնորդը ավելացնելով, որ թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ շատ հայ գործարարներ այսօր իրենց բիզնեսը տեղափոխում են Վրաստան։ Կարապետյանի խոսքով այս ծրագրի հետ է կապված նաև Եվրամիության անդամ պետություններին ուղղված Եվրոխորհրդարանի վերջին կոչը, չճանաչված պետությունների հետ կապեր հաստատելու մասին։ Այսինքն չկան սահմաններ, այսինքն չկա նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի հարց, չէ՞։ Չկա տարածքային ամբողջականության խնդիր, հիմա ինչ սահման։ Վերջինս Սերքես մամուլում շրջանառվող այն լուրերը, թե նա օրերս առաջ հանդիպել է Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Ես Ռաֆի Հովհաննիսյանի հետ չեմ հանդիպել, ոչ 2 օր առաջ, ոչ 4 օր առաջ, իմ վերջին հանդիպումը Ռաֆի Հովհաննիսյանի հետ եղել է այն օրը, երբ որ հացադուլի ժամանակ վրան էին դնում։ Անի Մարկոսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյ։